Մարդը արարածը եթե հոգին մեջ երկինք չունի, անինչ գիտե աղունիքն ինչ է։ Անոնք պարտականություն սորվելու բնազդմա ունին։ Ուրալ երթան, որքանալ բարձր թրջին, վերջը տուն կուգան։ Իրենց բունը չեն մորնար։ Հարազատ կմնան իրենց բունին, իրենց պարտականությանը։ Իրենց գեղեցկությունը քեզի կպարգևեն և մարդ ակամա կսորվի վեր նայիլ ու կսիրե արև ու լույս, ըսելը կսիրե անմեղություն։ Հոգնեցա Փիլիպոս տղա, խոսել են հոգնեցա, ըսելիքներ շատ ունին, իրանք փոքր ազգ են եղել այդ գյուղում, մերոնք եկած են Անիից, գաղթված են Անիից։ Պապս տենց էր ասում, եկել են Անիից եկել Շամշադին հատուկ հիմա տարածք կա, որը կոչում է Բարսում։ Այդ տարածքը ես տեսել եմ։ Այդտեղ ասում են, որ ինձ ընդեղ տեղացիներն են ասել Շամշադին, ասել են, որ այս տեղանքը Բարսումա, բարսումեցիներ են եղել, այդտեղ շատ օձեր են եղել, օձեր։ Ժողովուրդը կամաց թողելա ոնց որ հոսել, հեռացել էլի, հեռացել են, մի մասը գնացել են Հավլաբար, Վրաստան, մի մասը եկել են այստեղ։ Բարսում։ Հա, մի մասն էլ եկել են Բարսում։ Ու այդտեղ Բարսումն էլ երևի գիտեք այն տեղն է, որ Գարթմանա աշխարհնա, որտեղ եւ Սահակ Սևադայի բերդն է եղել։ Սահակ Սևադայի բերդը։ Ես գնացել եմ, անձամբ գնացել եմ այդ բերդը տեսել եմ։ Մեր երիտասարդ իմ տարիքի տղաները մարդիկ գնում տեսնում էինք, մեզանից շատ հեռու չէր։ Մեր ազգը ինանցները իրանք ճիշտ է փոքր են եղել, ազգը փոքր է եղել, ասենք Նազլոխանյանների ազգի պես մեծ ազգ չեն եղել, բայց իրանք եղել են որակով կրթված ազգեր։ Պատահական չի, որ հայրենական մեծ պատերազմից դեռ առաջի ուսուցիչը եղել է մաթեմատիկայի այդ գյուղում ինանց շահենը։ Մաթեմատիկայի ուսուցիչ հետո գնացել է հայրենական մեծ պատերազմ, հետ չի վերադարձել։ Եվ ինանց ջհանը նույնպես գնացել է պատերազմ, բայց հետ չի վերադարձել։ Բժիշկները եղել են, ունեցել ենք 7 բժիշկ, մոտ 17 մանկավարժ ինանցներից, ինժեներներ, սպորտի վարպետներ, սպորտի բնակավարում, արհեստական բանականության հիմա ունենք դոկտոր պրոֆեսոր, արհեստական բանականության ինանց Արմենը, որը հիմա Գերմանիայում է, բայց գալիս է եւ Հայաստան գնում, ինանց Արմենը։ Ինանցները սովորաբար, ասենք սենց էր, այն ժամանակ գյուղերում սենց էր, էլի, խորհուրդ էին տալիս ում հետ ամուսնանան, որ ազգի հետ ամուսնանան։ Ասենք ինանցներին խորհուրդ են տվել, երևի մեր պապերը, որ ամուսնանան շատ Նազլոխանյանների աղջիկների հետ։ Ինչի համար, որովհետև Նազլոխանյանների աղջիկները ասել են համեստ են, ավելի դաստիարակված են։ Տղաների մասին չեմ կարող ասեմ, բայց աղջիկները ավելի համեստ են, ու մենք ունենք Նազլոխանյաններից 13 հարս։ Ինանցները Նազլոխանյաններից այսօրվա դրությամբ ունեն 13 հարս։ Նրանց աղջիկները ասել են ավելի համեստ են, դաստիարակված են, աղջիկների մասին, հիմնականում տղաներին չեմ կարող ասել, այդպես։
Ուրեմն մեր գյուղում սովորում կար այն ժամանակ պապական սովորույթ, որ պետք է հարց տանել միայն իրենց երկրից, իրենց գյուղից։ Ու այսպեսի զրույց կար ավանդական, ճպատը թփից պետք է կտրել։ Այսինքն հեռու տեղից, անծանոթ տեղից հարց չէին բերում էին իրենց գյուղից, որպեսզի կարողանան արմատները ճանաչել իրեն, լինի հարցը ավանդական, ընտանեկան ավանդույթները կարողանա այդ հարցը կիրառի եւ շարունակի, որ ընտանիքը լինի ամուր։ Ուրեմն ամենակարևորը եղել է ընտանիքի ամրությունը, որ եթե ընտանիքներում, ասենք, եղել են լավ սովորողներ, որոնք ցանկացել են գնալ Երևան քաղաքում սովորելու, հա, ու սովորել են այնտեղ, վերջացրել են, մնացել են, ամուսնացել են, կազմել են ընտանիք, այնուամենայնիվ նրանց ուշադրությունը միշտ եղել է դեպի հայրենի գյուղը, դեպի ծննդավայրը։ Մեր գյուղում լավագույն ավանդույթներից մեկը այցելություններն էր տարվա տարբեր օրերի դեպի գյուղը։ Յուրահատուկ ավանդույթ էր նոյեմբերի 7-ին, որ այդ օրը կոչվում էր խոզ մորթելու օր։ Եվ ինչքան նշանավոր մարդիկ ունեինք, ինչքան երեխաներ ունեինք, որ սովորում էին Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում կամ այլ վայրերում, կամ Ռուսաստանի այլ քաղաքներում սովորում էին, այդ օրը ավանդույթ էր, բոլորը հավաքվում էին գյուղ ու նշում էին այդ գեղեցիկ օրը։ Դա կոչվում էր խոզ մորթելու օր։ Ու այդ օրը բոլորի օջախներում խոզ էր մորթվում, ու ամբողջ գյուղից այդ խորովածի հոտն էր գալիս, ու ամեն մեկը այցելում էր յուրաքանչյուրի տուն, համտես էր անում այդ խորովածից եւ միևնույն ժամանակ այցելություն էր դեպի այդ ընտանիքի մեծերը։ Գեղեցիկ ավանդույթներից մեկը, գիտեք երեխաներ, հայրենական պատերազմի զոհերի հիշատակին մեր գյուղում կա կառուցված տուն-թանգարան եւ հուշարձան։ Այս նկարների մեջ կա այդ հուշարձանը եւ կա տուն-թանգարանը։ Այդ հուշարձանը եւ տուն-թանգարանը կառուցվել է մեր ժողովրդի խնայողությունների շնորհիվ։ Իրենց ներդրումների շնորհիվ կառուցվել է տուն-թանգարան եւ հուշարձան։ Շատ գեղեցիկ էր, այդ մեր մեծերը պատմում էին, մենք փոքր երեխաներ էինք, այդ հուշարձանի եւ թանգարանի բացման օրերը, որ աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր բասունեցիները այդ օրը բացման օրերը ներկա են եղել հուշարձանի եւ թանգարանի բացման արարողությանը։ Ու դա արդեն դարձել էր ավանդույթ, ամեն տարի բոլոր բասունեցիները այցելում էին գյուղ եւ յուրահատուկ ձևով նշում էին, հատկապես դա կատարվում էր մայիսի 9-ին, հաղթանակի օրվա արդիվ եւ յուրաքանչյուրը իր լուման էր ներդնում հուշարձանի շրջապատի գեղեցկացան, թանգարանի շրջապատի գեղեցկության եւ այդ առիթով։ Լավագույն ավանդույթներ կար նաեւ հասնյաց հանդեսներն, որոնք ցավոք սրտի այդ ավանդույթը կամաց մարվում է։ Ես հիշում եմ, երբ որ ժողովուրդը տեղահանվեց եկավ, մեր ծնողները, որ կենթանի էին, շատերի օջախներում կային հասնյաց հանդեսներ եւ մեր յուղի ավանդույթի համաձայն այստեղ կատարվեց հասնյաց հանդեսներ։ 7 օր 7 գիշեր հասանիքները դա եղել է մեր գյուղում։ Բարսուն գյուղում, նրա հարակից գյուղերում, ամբողջ Գաչմանա աշխարհի հասնյաց հանդեսները յուրահատուկ են եղել։ Դե այդ հասնյաց հանդեսների մասին դուք իմացած կլինեք, որ առաջին օրը հաց թխելու արարողություններ, հաջորդ օրը կող մորթելու արարողություններ, նրանից հետո արդեն քավորի տուն գնալու արարողություններ, նրանից հետո ամբողջ
հասնյաց հանդեսը լինում էր եւ աղջկա տանը եւ տղայի տանը եւ այլը գեղեցիկ ավանդույթներ մենք շատ Բարսումցարը շատ հարուստ էր հուշարձաններով պատմամշակութային հուշարձանները մեր մոտ շատ ա եղել նայեք տեսեք օրինակ աղբյուրները ինանցը կպատմի շատ աղբյուրներ են եղել այստեղի նման չի էլի եղել աղբյուրներ շատ ա եղել յուրաքանչյուր թաղամասում եղել է աղբյուր յուրաքանչյուր աղբյուր ունեցել է իրեն անունը օրինակ Բարսումշենի լավագույն աղբյուրներից մեկը որ մեր ժողովրդի շոուության մեջ մնացել է Կռպաշտի աղբյուր Փադրած աղբյուր Գարացնես պապիկիդ ինքը կպատնի այդ աղբյուրի մասին որ եկել ենք մենք այստեղ մեր ծնողները դարձան փախստական գաղթական դարձան եւ հիմնավորվեցին այս յուղում մտածեցինք ինչ անենք որ մեր ծնողների ավանդույթը շարունակենք այստեղ Ագենտադյան մտածեց որ մենք ունեցանք առաջին թորնիկը Ռայան ծնվեց մտածեցինք պատրաստել մի աղբյուր որը նման լինի մեր գյուղի աղբյուրներից եւ Ամեն հայի մեջ հայր մեր է դաջված Իծն է հավատք, պայքարներ ու վեճ Ամեն հայի մեջ Հիսուս կախաչված ու մի Հայաստան Ամեն հայի մեջ ժողովուրդը զբաղվածությամբ ունեն մեղվաբուծությամբ, խաղողաբուծությամբ, խաղողի հրաշալի փուլներ ունեն եւ յուրաքանչյուրի խաղողի այգիներում կային այսպես սեղաններ դրված եւ այդ սեղանների շուրջը դրված աթոռներին նստում էին մեր մեծերը ու թե էին խմում զրույց էին անում, հավաքում էին գյուղացիները հավաքում էին լավ ավանդական զրույցներ էին ունենում եւ մենք մտածեցինք ինչ անենք ու պատրաստեցինք այս սեղանը դրեցինք աթոռներով հանդերձ ու մտածեցինք վերևը ինչ դնենք դրեցինք այս կարամիտը հա որը մեր գյուղի տների կարամիտ նման է գյուղի տանիքներին այդպես երեխաներ շատ ավանդույթներ ու սովորույթներ ունենք մենք որ մենք ցանկացանք դերել այստեղ փոխանցել ձեզ եւ ամենակարևորը որ կցանկանամ որ դուք մեր բարբառները չմոռանաք դրանով պետք է հիշեք որ դուք գաղթմանցի եք եթե ինչ որ այնտեղ կարող եք նաև ինչ անել, հավաքել մեր բարբառները, բառարաններ պատրաստել, որ հետագայում դուք էլ փոխանցեք ձեր երեխաներին։ Գեղեցիկ սովորույթները մեր ամենալավագույն սովորույթներից մեկը երեխաներ օրհնանքներ։ Մեր մեծերը ունեին շատ լավ օրհնանքներ, որոնք նրանք ասում էին այդ օրհնանքները իրենց երեխաներին, թորնիկներին ու այդ օրհնանքները փոխանցվել է մեզ, մենք էլ ցանկանում ենք փոխանցել ձեզ։ Ագենտադե Իսկ կպատմեք լուսանկարների մասին։ Սիրով երեխեքյան։ Ես իմ պապան աղասի ինանցը դեմ Բարսումում Բարսումշենում բժիշկ մեր մաման դեր մեր հայատնա այս թթիծառին մոտ նկարված սա էլ մեր տուննա մեր պատշկամն ասա փայտերով սենց սարքած Ես էլ պապաս մեր հարևանների հետ, իր հարևանների հետ։ Եկեղեցին։ Սա մեր եկեղեցին, Բարսումշենի, որ հարևան ոչ մի գյուղում
Մենք Շամխորի շրջանը ունեցել է 14, չէ՞, 16 14 թե 16 հայկական գյուղ, ոչ մի գյուղում այս ձևի սիրուն եկեղեցի չի եղել։ Ճիշտ է, գործող եկեղեցի չէր, որովհետև այն ժամանակներում չէին թողում, որ եկեղեցին գործի։ Բայց սա պատրաստվել է տատս էր ասում 1800 ամենայն դեպս գրված է 1860 թիվ։ Տատս ասում էր այն ժամանակ սկսել են 60 թվից երևի կառուցել, տատս ասում էր, որ ձու էին հավաքում մեկ էլ կաթ բոլորից, որ ցեխը անեն այդ ձվով ու կաթով։ Ցեխը այսքան շինությունը որ արել են, օգտագործել են միայն կաթ ու ձու։ Ձվի սպիտակուց խառնել են բանի հետ, կաթի հետ ու ամուրությունը, դա մեծ ամուրության համար էլի, ամուրության համար ու կառուցել է։ Հա, սա հուշարձանն է Բարսումսարում հայրենական պատերազմի զոհերի հիշատակը էլի պապասա իր ընկերների հետ։ Ուրեմն ես ավելացնեմ երեխաներ, հայրենական պատերազմի մասնակցել են 636 բարսումեցիներ, որոնցից 300 մոտ 40-ը մահացել են։ Ուրեմն ամեն այս հուշարձանը, որ կար, ցույց տվեց բժիշկին անցը, 340 քար ունի։ Ամեն մի քարի վրա գրված է ամեն մի զոհվածի անուն ազգանունը։ Կողքին էլ արդեն թանգարանն է կառուցված եղել։ Ասնեմ, որ ամենաշատ զոհերը ունեցել են Նազուխանյանները։ Իրանք մեծ ազգ են մեր գյուղի եղել ու շատ զոհեր են ունեցել։ Գեղատեսիլ վայրերից է Դա էլ է գյուղի գեղատեսիլ վայրերից մեկը Բարսումշեն 1966 թվական հունիսի 15-ի նկարա Էլիսա պապասա սա Թահիրան Սերգեյ որ կա ուսուցիչ իրա պապանա Թահիրան Սերգեյ Սա էլ է մեր տունը, մեր պատշկամբը մեր գյուղի Բարսումի աստիճանների վրա ես եմ պապիկիս հետ Ինանց Սարգիս պապիկս սա եմ ես Ների տոհմածառնա, որը սկսում է 18-րդ դարից, չէ երևի։ Հա, 18-րդ դարից։ Իսկ ով է կարելի ասել Արմատը։ Հովանես պապը Հովանես պապը Արմատը Հովանես պապը Անա օղինա կարանք համ տեսանենք Չէ, շնորհակալություն։ 55 գրադուսի աստիճանի օղի ենք վերցրել Հիմի կարանք չափենք օղին դուք էլ տնակ Սա այս մեծ բոչկան Բարսումից է Բարսումից է բերված Այս վառարանը։ Այս տիպի վառարաններ ա եղել Բարսումում։ Այս տիպի նորացված, այս էլ փուչուրիկ բոչկաններն ա, որը բերվել է Բարսումից։ Մենք պապս սեփական օղի թորելու, օղի քաշելու արա բղազանա ունեցել, բղազանա պղնձից, սովորաբար պղնձից էին այնտեղ պատրաստում, ունեցել էր, որը 12 վեդրո տարողությամբ, 12 վեդրո, մեր լեզվով ասած, ջեջեր տանում, 12 վեդրո։ Դուք ուշ եկաք դեմը։ Իհարկե նա մնաց ընդեղ, չկարողացանք որ բերենք, ես այստեղ սա ասել եմ Աբովյան եմ սարքել, գործարանում գնել եմ 8 վեդրանոց, նելու մեջը։ Ադելավ, հա, ոչի տարդի մեջին։ Այս ինձ չապում ենք, սենց կցում ենք մեջը, ստե գրադուսնիկնա, ջերմաչապը։
Հիմա բաժակը փոքր է, ախր։ Այստեղ գալիս է Հա։ կանգնում է, ասենք 50-55-ի վրա։ Մենք Հիմա ասում մեր մոտավոր օղին- պատկերացում ունեցանք։ Դες ինչ մաքուր հոտ է գալիս, էլա հոտ քաշի։ Այստեղ ապահովել։ Այսին մենք սուրին պատրաստել ենք այսպես մեր այն գինու բոճկաններն է, այս մեկը եւ սա լաքել ենք, որտեզի մեր ծնողների ձեռքերով պատրաստված այս բոճկանները հիշատակ իրանցից պահենք, պահպանենք ու փոխանցենք մեր երեխաներին, մեր սերունդներին։ Ուզում եմ, որ դուք էլ ձեր ծնողներին մեր դասմի ավանդույթները, մեր սովորույթները պահեք, պահպանեք ու փոխանցեք ձեր երեխաներին։ Մեր ծնողներին իրենց, այսպես կարելի ասել, իրենց օժիտն է եւ մենք սրբորեն պահում ու պահպանում ենք։ Սա թուրն է։ Այսօր բռնելու տեղն է իրա։ Թուրը։ Թուրն է, վերևը խաչ, կողքը ստեղ։ Այն ժամանակ լավ էր երևում, հիմա լավ չի երևում։ Խաղողի ողկույզներ։ Խաղողի ողկույզներ։ Սա ոնց որ կոչվում է կյանքի արմատ։ Կյանքի արմատ։ Ես սա վերել եմ շատ հեռու տեղից։ Կապից Հա, ձեր ինանցների հետ ու ահագին ինքը թանկարժեք քարա։ Ստեղ որոշել եմ փոքրից մատուրի պես ինձ կռիշով բանով սարքեմ, տեղադրեմ մոմ վառեն։ Այդ նույն ձևի խաչքար եղել է նաև Բասում շենում։ Հա, Ու ինանցները գրանցված են Էջմիածնի օրացույցին։ մենք Բարսումում ունեցել ենք, ասել են ինանց խաչը։ Սա ինանց խաչն է։ Բարսում ունեցել ենք։ Մենք ունեցել ենք եւ սեփական խաղողի այգիներ Բարսումում, սեփական խաղողի այգիներ, ասել են ինանց բաղերն են։ Բաղերը այնտեղ իրանց մեր յուղի լեզվով ոնց որ այգի, բաղ։ Ինանց բաղեր, սրանք ինանց բաղերն են, սրանք Ղսարանց Աղասարյանների բաղերն են, ասենք սրանք Նազլոխանյանների բաղերն են։ Այն ժամանակ սեփականություն ա եղել, շուտ։ Մեր պապերի, մեծ պապերի ժամանակաշրջան։ Դա իմ պապն է, պապս ա ասել ու արելա ցույց ա տվել։ Եվ ինանց խաչն ա ցույց տվել ինքը։ Եվ ինանց բաղերը, այդ բաղերի մեջ եղել են կարասներ, որտեղ լցրել են գինին։ Գինին այդտեղ Կոնաները գինի ա։ ճզմել են, հարմարություն կա։ Ճզմել են հենց այդտեղ տեղում էլ եղել է հողի մեջ մեծ կարասներ, գինին լցրել այդ կարասների մեջ, այդ կարասի բերանին մի հատ սովորական հենց տափակ քար են դրել ու թողել, որովհետև ու չեն գողացել ոչ մեկը, որովհետև բոլորն էլ ունեցել են։ Հենց բաց թողել են։ Ով ուզեցել է գնացել է կռուշկեն վերցրել, այդ քարը բարձրացրել, կռուշկեն վերցրել, խմել ու գնացել։ Դա եղել է ինանց բաղերում, որտեղ կողքը եւ կար խաչ, ասում էին սա ինանց խաչն է։ Սովորություն խմելու հետ մեր պապերը սովորություն են ունեցել։ Խմող մարդիկ են եղել։ Խմելու հետ սովորություն են ունեցել։ Դե բնական է արդեն խաղողի մեծ այգիներ են ունեցել։ Սա թուրն է։ Այսօր բռնելու տեղն է իրա։ Թուրը։